Բարի գալուստ Glendale Newsroom, այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան նորությունները, մինչև սկսելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենաթարմ լրատվությունը։ Թրամփը խոսել է Մասկի պաշտոնավարման ավարտի մասին, ինչ կլինի կառավարության արդյունավետության վարչության հետ։ Մասկը խիստ քննադատության է ենթարկել այն դաշնային դատավորներին, ովքեր խոչընդոտել են Թրամփի ծրագրերին։ ԱՄՆ սենատորը մի քանի ժամ շարունակ խոսել է Սենատում, ինչ սպառնալիքների մասին է նա փորձում զգուշացնել։ Հրդեհ Լոս Անջելեսում մեկ կին մահացել է, հրշեջը հոսպիտալացվել է, ինչ է հայտնի այս պահին։ Լոս Անջելեսում անօթևաններին պարտադրում են լքել տարածքը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում $5 միլիոն վնաս է արձանագրվել։ Սննդի և դեղերի վերահսկողության վարչության աշխատակիցներին հորդորել են պատրաստ լինել աշխատանքից ազատման։ Այս և մյուս կարևոր կարճ ամերիկյան նորությունների մասին կպատմենք թողարկման ընթացքում, այնպես որ մնացեք մինչև վերջ։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտնել է, որ Մասկի ղեկավարած կառավարության արդյունավետության դեպարտամենտի Դոջի գործունեությունը մոտենում է ավարտին։ Նախագահը նշել է, որ Մասկը հիանալի մարդ է և ինքը կպահի նրան այնքան ժամանակ, որքան կարող է, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ նա ունի մեծ ընկերություն, նկատի ունենալով Տեսլան և վաղ թե ուշ կվերադառնա մասնավոր ոլորտ։ Թե ինչ կլինի Դոջի հետ Մասկի հեռանալուց հետո Թրամփը հստակ պատասխան չի տվել։ Նա նշել է, որ վարչության աշխատակիցների մի մասն այժմ համագործակցում է տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, ովքեր շատ բան են սովորել և հնարավոր է որոշեն պահպանել այդ համագործակցությունը։ Ի դեպ, Մասկի պետական կարգավիճակը համարվում է ժամանակավոր, օրենքով սահմանված է, որ նման պաշտոնները նախատեսված են տարեկան առավելագույնը 130 օրվա համար։ Ամեն դեպքում պաշտոնավարման ժամկետը կարող է կրճատվել, հաշվի առնելով վերջին շրջանում Դոջի գործողությունների նկատմամբ աճող քննադատությունները և հանրային դժգոհությունը։ Լոս Անջելեսի շերիֆի վարչությունը հրահանգել է, որ City of Industry տարածքում ապօրինի բնակվող անօթևաններին իրենց շարժական տները դուրս բերեն։ Տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որի սեփականատերը նշում է, որ անցած տարվա փետրվարից անօթևանները ներս են մտել իր տարածք, գողացել տարբեր սարքավորումներ և վնասել մոտ 100 շարժական տուն, հասցնելով $5 միլիոն վնաս։ Ըստ նրա, խնդիրը բազմիցս ներկայացվել է իրավապահներին, բայց լուծում չեն տվել։ Այժմ քննարկվում է վնասված թրեյլերները նվիրաբերելու տարբերակ անօթևաններին աջակցող կազմակերպություններին։ Լոս Անջելեսի Կալաբասաս քաղաքում շարժական տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կին է մահացել։ Օդից նկարահանված կադրերում հստակ երևում էր հրդեհի ուժգնությունը, բոցեր և խիտ ծուխ։ Հրշեջներին հաջողվել է կրակը մարել 1 ժամ անց, սակայն ներսում հայտնաբերել են մահացած կնոջ։ Հրշեջներից մեկը հրդեհի մարման աշխատանքներից հետո հոսպիտալացվել է տապի հետևանքով ստացված թեթև վնասվածքից։ Հրդեհի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չէ։ Մասկը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ քննադատելով այն դաշնային դատավորներին, որոնց որոշումները խոչընդոտում են Թրամփի վարչակազմի նախաձեռնությունները։ Ուղիղ հեռարձակման ընթացքում Մասկը պնդել է, որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն, այլ պարզապես քաղաքական գործիչներ դատավորի հանդերձանքով։ Նրա խոսքով նման վարքագիծը թույլատնում է մարդկանց վստահությունը դատական համակարգի նկատմամբ, քանի որ այնինչ պետք է լինի օբյեկտիվ և անկախ, դարձել է քաղաքական գործիք։ Մենք պետք է ունենանք արդարադատություն զերծ քաղաքական ազդեցություններից, բայց հիմա ամեն ինչ հակառակն է, ասել է Մասկը։ Նա հիշեցրել է, որ նախկինում արդեն պահանջել է իմպիչմենթի ենթարկել այն դատավորներին, ովքեր հակադրվել են իր ծրագրերին։ Այս դիրքորոշումը բախվել է լայն քննադատության, այդ թվում ամերիկյան փաստաբանական ասոցիացիայի կողմից, որը կոչ է արել պաշտպանել դատավորների անկախությունը։ ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը մի քանի ժամ շարունակ խոսել է Սենատի ամբիոնից, փորձելով ուշադրության հրավիրել, ինչպես ինքն է ասում, Թրամփի վարչակազմի պատճառած լուրջ և անհետաձգելի սպառնալիքների վրա։ Բուքերին կարճ ժամանակով միացել են նաև 2 սենատորներ, որպեսզի նրան հնարավորություն տան մի փոքր դադար վերցնել, սակայն նա շարունակել է ելույթը առանց ընդհատելու։ Սենատում ամենաերկար ելույթի ռեկորդը սահմանվել էր 1957 թվականին 24 ժամ 18 րոպե տևողությամբ։ Եթե Բուքերը
նստեր կամ հեռանար ամպիոնից, ելույթը կդադարեցնեին։ Սենատում հաջորդ քվեարկությունը նախատեսված է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչի նշանակման հարցով։ Եվ առողջապահության դաշնային գործակալություններում սկսել են զանգվածային կրճատումները։ Առողջապահության նախարարության ծրագրով մոտ 20,000 աշխատատեղ կվերածվի։ Սննդի եւ դեղերի վերահսկողության վարչության աշխատակիցներին զգուշացրել են, որ կարող են այլևս չգնալ աշխատանքի։ Նրանք ստացել են ներքին նամակներ, որտեղ գրված է, որ պետք է պատրաստ լինեն աշխատանքից ազատման։ Ասել են հավաքեն իրենց համակարգիչներն ու անձնական իրերը։ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի եւ ինֆեկցիոն հիվանդությունների վարչությունը գրեթե ամբողջությամբ դատարկվել է, իսկ խորհրդատվական խմբերի նիստերը չեղարկվել են։ Բացի դրանից դադարեցվել է նաեւ նահանգային եւ տեղական առողջապահական հիմնադրամների ֆինանսավորումը, ինչի հետևանքով հարյուրավոր աշխատատեղեր կարող են կորչել։ Այս զարգացումները կապված են առողջապահության նախարարի նոր նախաձեռնության հետ։ Նախատեսվում է լուծարել մի շարք գործակալություններ, դրանք միավորելով նոր ստեղծվող Առողջ Ամերիկայի վարչության մեջ։ Սիրելի հետևորդներ, ահա սրանք էին ամերիկյան կյանքի կարճ ու կարևորագույն իրադարձությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ կոմենտներում պարտադիր գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք հիմնական թողարկմանը։